Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր մայիսի 13-ին ժամը 10:30-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին, ասվում է հաղորդագրության մեջ։ Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել, այս մասին ահազանգում են սահմանամերձ գյուղի բնակիչները։ Տավուշացի լրագրող Ոսկան Սարգսյանի փոխանցմամբ ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաեւ առավոտյան է կրակել։ Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդամանքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել։ Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան ժամը 7:20-ից մինչև 7:40 րոպեն ու նորից նույն հատվածում կրակոցներ են եղել։ Բնակիչների վկայությամբ դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև ցերեկը, հայտնել է Սարգսյանը։ Պաշտպանության նախարարությունը դժվարությամբ, բայց հաստատել է Տավուշում հնչած կրակոցները դրանք որակելով անկանոն եւ ոչ թիրախային։ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Ֆակտորայեմի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, մայիսի 9-ի գիշերն էլ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տանտանիքը։ Այս մասին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել։ Դատախազը հաստատել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 21-ին կսկսի քննել Սերժ Սարգսյանին վերագրվող նոր մեղադրանքը։ Այն առնչվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատմանը, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ 20 տարվա վաղեմության գործը առնչվում է Երևանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր Պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը։ Խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր։ Ըստ դատախազության պաշտպանության նախարար Սարգսյանը Երևանի Իսակովի պողոտայի եւ Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար օտարել է շուկայականից ցածր գներով։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում, ստորագրություն է տվել չբացակայելու մասին։ Նրա հետ մեղադրյալի աթոռին են եւս 2 հոգի։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ի գործն իր ուշադրության կենտրոնում է։ Մարտի 1-ի գործի մասով ասեմ, որ իմ ուշադրության կենտրոնում է այդ գործը եւ այս պահին քննչական կոմիտեի հետ հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել եւ այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Այդ մասին, եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք միանշանակ։ Շնորհակալություն։ Խնդրեմ արձագանք։ Նա պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որը հիշեցրեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է հայտարարել մարտյան արյունալի դեպքերի բացահայտված լինելու մասին, բայց այս պահին էլ պատժված չեն 10 զոհերի վրա կրակ բացած ոստիկանները։ Նահապետյանն ասաց, քննչական կոմիտեի հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել։ Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Այս մասին, եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք միանշանակ, ընդգծեց նա։ Հիշեցնենք, թեպետ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն բուն կատարողները հայտնի չեն, սակայն այս տարի հերքել է ինքն իրեն, նշելով, որ գործը կբացահայտվի այնքանով, որքանով դա հնարավոր լինի։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր
Արմենուհի Գյուրեղյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթվելը նորաձև է արշավին, որի շրջանակներում անցկացվել է հաղորդակցության հմտությունների վերապատրաստման եւ կարողությունների զարգացման դասընթաց։ Այսինքն, այդ ինչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին, ինչպես գործած մեղքերի համար ապագա պատասխանատվությունից խուսափելու համար հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճարիֆի ու տգետի կարգավիճակը, ինչպես թքել քաղաքացու վրա որջվերի պես, ինչպես Հովիկ Աղազարյանի բնութագրմամբ ստվեր չառաջացնող դատարկություն լինելով հայոյել պատգամավորին ու չկմեղանալ, ինչպես վիրավորել լրագրողին ու խուսափել պատասխանատվությունից, ինչպես թաղապետով ու թիմով ծեծել հասարակական ակտիվիստին ու հենց ծեծվողին կալանքի տանել, էլ որն ասեմ, էլ որը։ Բա վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չի, երբ հասարակական նախաձեռնության երկու բանախոսների համար պետական միջոցներից այդքան ռեսուրս է ծախսում, նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որևէ մեկը կարող է մեկ այլ հասարակական շարժում կամ նախաձեռնություն նշել, որի գործունեությունն այդքան պետական աջակցություն ստանա։ Ինչու են պետական կառույցներն ապահովում մասնակիցների ներկայությունը։ Ինչու են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ ժամացույցները։ Մենակ թե չասեք, թե վարչապետի կամ նրա կնոջ անվտանգությունն են ապահովում։ Չէ՞ որ մեկն այդ պահին հանդես է գալիս ոչ թե որպես վարչապետ, այլ որպես բանախոս, իսկ մյուսն էլ պաշտոնապես գրանցված ամուսին չի։ Սա դեռ քիչ է, Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց արշավի նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է։ Բա որևէ մեկ իրեն չի ասել, որ մյուս բանախոսը Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը, կամ մասնակիցները գիտեն, որ իրենց հավաքել են, որպեսզի իրենց հանեն տգիտության ճիրաններից։ Փաստորեն տգետը իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից։ Խելքի հաշեցեք։ ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանը կարծել է, որ պետք է թարգել նախկին ներկա նարատիվը, բայց Գյումրիի ընտրություններում կրած պարտությունից հետո մտափոխվել է։ Այս Գյումրիի ընտրություններից անդադ ասում եք նախկին ներկա, ինչ եք նախկին հենա, դուք էլ երկուսով էլ, դուք Գյումրիից, դուք Արթիկի շրջանից, դու Ֆաշեն Գյուղից, ասում եք ինչա նախկին ներկանում, սիրելի մեր Շիրակի գործընկերներ եւ ոչ միայն, գիտեք ինչ ենք նախկին ներկա, արդեն ես ինքս մտածում էի, որ պետք է թարգել այդ նարատիվը, բայց Գյումրիի ընտրություններից հետո պարզվեց, որ չէ, ամեն դեպքում, եթե ներկա չի, ուրեմն նախկինն է։ Ու դա մտածելու տեղ է տալիս ու ոչ միայն Գյումրիի կոնտեքստ։ Խոսելով նախորդ շաբաթ ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ու Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին, մասնավորապես ընդդիմադիր պատգամավորներին համբալ անվանելուն, Եղոյանը պնդել է, թե խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը, այսպես սա դրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեմ բաժանում, բայց դա համաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չի։ Ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր։ Այսինքն ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում էր, հաճախ հայհոյում էր։ Վարչապետի դեպքում չէ, ասում եմ վարչապետի դեպքում նման պորտկումներ վեճի ժամանակ կարող են լինել 1000-ից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, մարդիկ քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող է դիմեն, հետո չգիտեմ, անդրադառնան կամ չանդրադառնան այդ հարցին, բայց դա բան չի, էլի, որ դուք ընդհանուր պատկերը նայեք, էլի, բայց կոնկրետ մարդկանց հասցին ասել, քաղաքացիները ինչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց է դիմում։ Կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողություն։ Դժվար թե, որովհետև դա հասկանում եք։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Պուտինից բացի Ստամբուլում որևէ այլ ռուս պաշտոնյայի հետ չի հանդիպի։ Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, ասել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, պնդելով ցանկացած այլ ձևաչափով հանդիպումներն անիմաստ են եւ զուր ժամանակի կորուստ։ Մոսկվայից դեռ չեն արձագանքել այս հայտարարությանը եւ չեն բացահայտել, ով է մեկնելու վաղը Ստամբուլ։ Կրեմլը կհրապարակի Ռուսաստանի պատվիրակության կազմը, հենց որ նախագահը անհրաժեշտ համարի, ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մայիսի 11-ի գիշերը Պուտինը առաջարկեց Ուկրաինային վերսկսել 2022-ին Ստամբուլում ընդհատված ուղիղ բանակցությունները։
Նույն օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինին։ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնահազանգ է ստացվել, որ Արմավիր Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կիլոմետրի հատվածում Շիրակի մարզի Լուսախբյուր գյուղի մոտ Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս-ն իր հոր հետ այցելել է Սմավերթի լիճ կոչվող ջրամբար եւ ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը։ Դեպքի փաստով ոստիկանության ԱՆԻ-ի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ավելի ուշ ջրասուզակին հաջողվեց ջրից դուրս բերել մահացածի մարմինը։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 13-ն է Երևան։ Փափազան Քոչար փողոցների խաչմերուկում դեռևս անայդ հանգամանքներին բախվել են Infiniti եւ Toyota Magnus-ի ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջին օգնության են ասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ տեղափոխվել են Հերացանվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Բախման հետևանքով էլ Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել էլեկտրասյունն ու խաչմերուկը կարգավորող լուսակիրը, ժողովրդի լեզվով ասած սվետաֆորը։ Հարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։